Պարծենկոտ նապաստակը, կիրգիզական հեքիաթ։ Բարձրիկ ալա տո լեռան լանջին, մի մեծ գետի ափին, խիտ թփուտներում գտնվող իր բնում ապրում էր պարծենկոտ նապաստակը։ Ես գայլերից չեմ վախենում, ասում էր նա, աղվեսից էլ չեմ վախենում։ Օրերից մի օր, երբ նապաստակը պարծենալուց բոլորովին գլուխը կորցրել էր, անսպասելի հայտնվում է գայլը ու ոռնում։ Վախից պարծենկոտը դողում է, ուզում է փախչել, ցատկում է ու անսպասելի հարվածում գայլի գլխին։ Գայլը ինքն էլ է վախենում ու հեռու է փախչում։ Իսկ նապաստակը թաքնվում է թփերի մեջ ու մինչև մութն ընկնելը այնտեղ է մնում։ Երեկոյան վերադառնում է իր բույնը և մյուս նապաստակներին հպարտ հարցնում. Ո՞նց եք բարեկամներ, դեռ կենդանի եք, գայլից հո շատ չվախեցաք։ Դու ինչպես ես քեզ զգում, ողջ ես, չէ որ դու իսկապես որ քաջ ես, առանց վախի հարձակվեցիր գայլի վրա ու նրա գլխին էնպես հարվածեցիր, որ ցավից ոռնաց, դեռ անգամ ետևից ընկար։ Ինչ օին բերեցիր խեղճ գայլի գլխին։ Պարծենկոտն ասես հենց այս խոսքերին էր սպասում ու սկսում է ստեր բստրել։ Հա, վազեցի, հասա նրան ու հետևին էնպես հասցրի, որ պպզեց տեղում։ Հետո գլխին էնպես խփեցի, որ ուղեղը ցրիվ տվեցի։ Նապաստակները բերանները բաց լսում են ու զարմանում նրա քաջասրտության վրա։ Դու մեզ բոլորիս փրկել ես։ Մենք այդ բանը երբեք չենք մոռանա։ Եթե կարողանաս աղվեսին էլ մեջտեղից հանել, մենք բոլորովին ապահով կապրենք։ Աղվեսի հախից էլ կգամ։ Եվ պարծենկոտ նապաստակը թաքուն 4 կողմն է նայում։ Հո աղվեսը չկա։ Որտեղ որ տեսնեմ, նրան պատառ կանեմ։ Մորթին ինձ համար անկողին կդարձնեմ։ Հավատացեք իմ խոսքերին, ես հենց այդպես էլ կանեմ։ Եվ հիմար նապաստակները հավատում են նրան։ Իսկ պարծենկոտ նապաստակը քանի գնում, այնքան պոռոտախոս ու գլուխգովան է դառնում։ Բայց ամեն բան կյանքում իր վերջն ունի։